Պաղեստինի ինքնավարությունը ստիպված կլինի գրավել Գազայի հատվածը այնտեղ մարտերի ավարտից հետո։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլա բեն Զայեդ Ալ Նահյանը։ Նրան հարցրել են, թե ով պետք է ապահովի պաղեստինյան անկլավի անվտանգությունը Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո, և արդյոք Պաղեստինի ինքնավարությունը կարող է ներգրավել այդ տարածքի կառավարման գործում ապագայում։ Վերջի վերջո, միայն պաղեստինցիները պետք է կառավարեն այս տարածքը, արձագանքել է ԱՄՆ արտգործնախարարը ընդգծելով, որ արմատական պաղեստինյան համաշարժումը պետք է զրկվի Գազայի վերահսկողությունից։ Նա համոզված է, որ Պաղեստինի իշխանությունները հոգնել են գործերի ներկա վիճակից և ցանկանում են, որ պատերազմն ավարտվի։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարն ասել է, որ այս փուլում գերխնդիրը պատանդների ազատումն ու Գազայում հանգիստ պայմանների ստեղծումն է։ Ներկայումս Գերմանիան մտադիր չէ Ուկրաինային մատակարարել հեռահար Թորոս թևավոր հրթիռներ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Այդ հարցն այս պահին օրակարգում չէ, ասել է նա, պատասխանելով սոցիալ-դեմոկրատների կողմից Կիև հրթիռներ տեղափոխելու հնարավոր դիմադրության մասին հարցին։ Առաքումը ըստ կանցլերի զգալի ժամանակ կպահանջի, քանի որ անհրաժեշտ է զինվորականներին պատրաստել համակարգերը գործարկելու հմտություններին։ Կիևը, հավելել է Մերցը, թևավոր հրթիռներ կստանա Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։ Այժմ Գերմանիայի կառավարությունը որոշել է չհրապարակել Ուկրաինային զենքի մատակարարումների մասին տեղեկությունները, մեկնաբանելով պաշտպանության ծախսերի վրա ծախսելով ՀՆԱ-ի մասնաբաժնի ավելացման մասին քննարկումները, Գերմանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նման քննարկումների կարևորությունը չպետք է գերագնահատել։ Ստամբուլում ավարտվել են Ուկրաինայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են մոտ 1 ժամ։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը, Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը և Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Եռմակը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները նախատեսվում է սկսել Մոսկվայի ժամանակով 12:30-ին։ Բելարուսի և Ռուսաստանի միջև առաջիկա համատեղ զորավարժությունները կրում են պաշտպանական բնույթ։ Երկրները մտադիր չեն հարձակվել որևէ մեկի վրա։ Այս մասին հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ հանդիպմանը։ Ուզում եմ ասել, որ մենք պատրաստ ենք զորավարժություններին, մենք ոչ մեկից ոչինչ չենք թաքցնում։ Մենք իսկապես բաց ցուցադրում ենք, որ այդ զորավարժությունները մերն են և պաշտպանական բնույթ են կրում։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, ինչպես կարծում են ոմանք։ Մենք նախագահների մակարդակով որոշում ենք կայացրել զորավարժություններ անցկացնել։ Մենք այդ հարցը քննարկել ենք Վլադիմիր Պուտինի հետ։ Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Բելտան։ Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտապույտ ստորագրմանը։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնությանը։ Կարծում եմ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ բոլորն են շահագրգռված, ասել է նա։ Առնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է Ալ Ջազիրա հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի քանի հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիա քաղաքում և Ալ-Մավասի հումանիտար գոտում։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել էր ռազմական գործողությունները Գազայի հատվածում, լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ ընդհատելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։ Կիևը զենքի կասկածելի մատակարարների պատճառով կորցրել է $100 միլիոններ։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը վկայակոչելով բազմաթիվ աղբյուրների։ Լրագրողները հարցազրույց են վերցրել ուկրաինացի պաշտոնյաներից, հետախույզներից և զենքի վաճառողներից և ուսումնասիրել պետական փաստաթղթերը, որոնք ներկայացվել են հանրությանը։ Հրատարակության համաձայն Ուկրաինան հաճախ խոշոր կանխավճարներ է տվել քիչ հայտնի ընկերություններին, որոնք մինչ օրս չեն մատակարարել
մատակարարել պատվիրված զենքերը։ Որոշ դեպքերում Կիևը մեծ պահանջարկի պատճառով զենք է գնել ծայրահեղ ուռճացված գներով, սակայն դրանք անգործածելի են դարձել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մեկնաբանելով Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկը հայտարարել է, որ գնդակն այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դաշտում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ամբողջ ճնշումը Պուտինի վրա է, նշել է Ռյուտեն Ալբանիայում Եվրամիության առաջնորդների հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ Ռուսաստանը սխալ է թույլ տվել Ստամբուլ ուղարկելով ցածր մակարդակի պատվիրակություն։ Ալբանիայում Եվրոպական քաղաքական միության 6-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տիրանայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը շարունակվել է սուրճի սեղանի շուրջ։ Գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը կարճ խոսակցություն է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ազգային ժողովի անկախ падգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին։ Այս մասին հայտնել է Հովիկ Աղազարյանը։ Որպես Մասկ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվել է Ազգային ժողովի падգամավորներ Հակոբ Ասլանյանին եւ Հովիկ Աղազարյանին ՀՀ վարչապետի անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել Ազգային ժողովի 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների падգամավոր ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, հայտնել է Աղազարյանը։ Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանն անդրադարձել է օրերս խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ իրենց խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանը վեճի էր բռնվել ՔՊԱ-ականների հետ։ Իրավիճակն այնքան էր լարվել, որ Քոչարյանը նույնիսկ հայհոյանք էր հնչեցրել այն բանից հետո, երբ ՔՊԱ-ականներն իր հասցեին վիրավորական արտահայտություն էին արել, ասելով, թե նրա պապը թուրք է։ Սերյան Օհանյանի խոսքով Լևոն Քոչարյանի պահվածքը համարժեք է եղել իշխող ուժի հրահրած քայլերին, падգամավորի մանդատը տնելու հարց չի քննարկվել։ Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի այդ խոսքը, ինքը իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել եւ մենք այդ խնդրի շուրջը կարծում եմ, որ զրույցներ կունենանք եւ այն իրողությունը, որ այսօր տիրում է ազգային ժողովում, այն սադրանքները, որ իրենք իրականացնում են շատ դեպքում քանակից ելնելով ոհմակային տրամադրությամբ, անընդունելի է։ Այսքանը։ Ներողություն, այսինքն նիստ չի լինելու Լևոն Քոչարյանի պահվածքը քննարկելու եւ ինչ ոչ նաեւ մանդատը դնելու հարցը բարձրացնելու։ Այդպիսի հարց չի քննարկվել եւ չի էլ քննարկվել։ Արդյոք չեք լեգիտիմացնում այդպիսով հայոյանք հնչեցնելը եւ քաղաքական պատասխանատվություն չկրելը։ Ես կարծում եմ, որ Լևոն Քոչարյանի գործողությունները թեկուզ նաև վրթովմունքից ելնելով եղել են համարժեք այն ամեն ինչին, ինչ հրահրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, մի քանի անդամներ ազգային ժողովում։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Նամակում մասնավորապես նշված է. հայ ժողովրդի կողմից հաղթանակի օրվա հանդեպ խոր հարգանքի ֆոնին լայն տարածում են գտել պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովանիսյանի պատմական սուտ եւ սրբապիղծ հայտարարությունները, որոնք փաստացի արդարացրել են նրա կողմից երկրի գլխավոր հերոստալիքով այս սուրբ օրը հնչեցրած ֆաշիստական Գերմանիայի ագրեսիան։ Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել մի մարդու շուրթերից, ով այժմ ղեկավարում է Պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է հայրենական մեծ պատերազմի հռչակավոր հրամանատար Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանի անունը։ Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք կանխեցին ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու եւ ոչնչացնելու Հիտլերի ծրագրերը, ինչպես նաեւ փրկեցին մարդկությանը շագանակագույն ժանդախտից, ասված է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված Կոպերկինի նամակում։
Մայիսի 15-ին Էջմիածնի ղեկավարի լիազորություններից հրաժարված Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին։ Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին այս տարիների համագործակցության ներդրած ջանքերի համար, հորդորել ամեն աշխատանքային օրը նվիրել համայնքի զարգացման տեսլականը կյանքի կոչելուն ուղղված քայլերին, ասվել է հաղորդագրության մեջ։ Իսկ այժմ եղանակի մասին։ Երևանում մայիսի 16-ից 3-ը 17-ին 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են հիդրոօթերոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ից։ Մարզերում մայիսի 16-ից 3-ը 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-ին 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին հարավարևմտյան հատվածում 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ քամու գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ից 3-ը 17-ին 18-ին աստիճանաբար կբարձրանա 7-ից 10 աստիճանով։